Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բայց որ իրեն իսկական հայի պես է բայր, այդ մասին ինչ կասեք, ծեծել է արդյոք հայի տղամարդուն։ Տեսեք, ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն։ Բայց մեկ օր առաջ Թաղապետարանում յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, որոնք համացանցում արկային։ Եթե մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա։ Այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իմ իր արարքի արձագանքն եմ տվել, քաղաքական գնահատականն եմ տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, իրանք խոսում է, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Եվ խնդրում եմ ձեր թույլտվությամբ ես շարունակեմ եւ էլի ձեր հարցերին մեծ հաճույքով ամբողջովին պատասխանեմ։ Եվ տեսեք, հետաքրքիրը այն է, որ իմ հրապարակումները կոռուպցիային բազմաթիվ վայել է եւ հենց Թաղապետի ասածով Արի ես քեզ աշխատանք եմ առաջարկում, եթե սնխացավ քաղաքացի ես, արի ես քեզ համապատասխան աշխատանք եմ առաջարկում, բարձր աշխատավարձով լայն լիազորություններով։ Այսինքն Տիգրան Տեր-Մարգարյանն էր, ձեզ առաջարկում էր աշխատանք։ Այսինքն լայն լիազորություններով աշխատանք բարձր վարձատրվող ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք արժե համակարգ, որը ես այդ գիծը չեմ անցնում։ Այսինքն անկախ ամեն ինչից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների դեմ է։ Այսինքն եթե առաջարկում որ դուք լռեք, դե ես այդ ամենը միայն դրա համար եմ դիտարկում։ Պատկերացրեք, եթե ես պաշտոն ընդունեմ, բնականաբար ես պետքա լռեմ։ Եթե ես պաշտոն եմ, ինչպես կարող եմ ես բացահայտել պետական պաշտոնյան կոռուպցիան։ Իշխանական լրատվամիջոցներում տարածվեցին տեղեկություններ, որ ձեզ ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը եւ հարցադրում արվեց, թե այնուամենայնիվ, եթե դուք չեք աշխատում, որտեղից ձեզ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւ ապրելու համար։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում ես եղել եմ Նիկոլի պրոյեկտ, եղել եմ ադրբեջանական շպիոն, եղել եմ գործակալ, եղել եմ բոլոր ընդդիմադիր դաշտի պրոյեկտը եւ իրանց մարդը, բայց ոչ մի փաստահեն փաստ չի եղել։ Իսկ ինչը վերաբերում է ֆինանսավորման, ինչ անը, այսօր ես ոնց հասկանում եմ, ով ընդդիմադիր հայացքներ ունի, ինքը կամ երկրի դավաճանա, կամ նախկինների հետ կապած է, կամ ռուսի շպիոնը, ֆինանսավորումը։ Այսինքն այսօր ով Նիկոլին չի աջակցում, ուրեմն այդ կարգավիճակում է գործունեություն իրականացնելու համար։ Գործունեությունը ես 3 տարվա իրականացրել եմ իմ անձնական ֆինանսական միջոցներով, այսինքն դա ոչ որևիցե ծախսեր չի ենթադրում, այսինքն հեռախոսը, որը արժի մոտ 200,000 դրամ, նկարել եմ եւ իմ հեռախոսով մոնտաժ եմ արել, հրապարակել եմ, այսինքն որևիցե ծառայություն, որևիցե մեկին չեմ վճարել, որ այդ աշխատանքները իրականացնեն, իմ միջոցներով եմ իրականացրել։ Այդ թվում շատ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցել, որը իմ շահերը պաշտպանելու համար ես փաստաբանական ծառայության ծախսերը իմ ֆինանսական միջոցներով եմ հոգացել, սակայն այս վերջի միջադեպից հետո սենց մեծ ֆինանսական բեռ է ինձ վրա եկել առաջացել, որի արդիվ ես արդեն իմ շահերը պաշտպանելու համար ես պատրաստվում եմ դրա համահավաք իրականացնել, ես ժողովրդին խնդրել ինձ աջակցել, որ այս ապօրինության, այս անարդարության դեմ ինձ ֆինանսապես աջակցեն, որ ես կարողանամ այդ ֆինանսական մեծ բեռը լուծեմ։